Բարի առավոտ, մենք վերադարձանք, սիրելի հեռուստադիտողներ, ինչպես խոստացել էինք եթերի սկզբում, մեզ մոտ իսկապես մշակութային եւ նմանատիպ եթերը եւ այո թատրոնին եւ ներկայացման մասին զրուցելուց հետո հրաշալի եւ ոգևորիչ է, երբ խոսում ենք գրքերի մասին, հատկապես որ տարատեսակ բովանդակություն ունեն։ Հիմա սկսենք գրքի շնորհանդեսից, Նյումեկ հրատարակչությունն այսօր ներկայացնում է երկու գիրք, մեկը գեղարվեստական, մյուսը ոչ։ Այս երկու գրքերի շնորհանդեսը եղել է Նյումեկ ձմեռային փառատոնին։ Առաջին գիրքը, որի մասին այսօր մենք խոսենք, նրանց համար է, ովքեր ունեն LinkedIn, գրանցված են այդ սոցիալական ցանցում, գիտեն, որ այն շատ օգտակար բիզնես հարթակ է, բայց ճիշտ կիրառել չեն կարողանում, ինչպես ես։ Դիտենք երևի թե առաջին գրքի թրեյլերը, Գոր Կարապետյան, LinkedIn 101 ու վերադառնանք։ Սոցիալական հարթակ, որտեղ գրանցված են 65 միլիոն որոշում կայացնող և 10 միլիոն C-level ղեկավար։ Ինչպես այդ միջավայրում ձևավորել և օգտագործել անձնային բրենդը, որպեսզի դրա ազդեցությունը նկատելի լինի բիզնեսում ու կարիերայում։ Տեղական և միջազգային օրինակներ, հեղինակային պատմություններ, 100-ից ավելի թեմատիկ հարցեր B2B խնդիրների լուծման, դիրքավորման, վստահության, որոշում կայացնողների հետ արդյունավետ հաղորդակցության ու երկարաժամկետ մասնագիտական հեղինակության համար։ Targeting մարքեթինգային ընկերության Simple Business Ակադեմիայի համահիմնադիր ու գլխավոր տնօրեն, business coach և Հայաստանում և արտասահմանում LinkedIn Local միջոցառումների համակազմակերպիչ, հաջողության թաքնված կողմը և պրոակտիվ առաջնորդը գրքերի հեղինակ Գոր Կարապետյանը գրել է, թե ինչպես կիրառել LinkedIn-ը բիզնեսում հաջողության հասնելու համար։ LinkedIn 101. Ինչպես անձնային բրենդը վերածել բիզնես գործիքի, գործնական ուղեցույց բիզնես առաջնորդների համար։ Այսպեսի, այո, տեսական տպավորություն եւ ասեմ, որ Նյումեկ հրատարակչությունը մի հետաքրքիր ու կարևոր բիզնես ձեռնարկ է հրատարակել, որը կօգնի սկսնակ ու արդեն կայացած բիզնեսմեններին։ Մեր տաղավարում են LinkedIn 101 ինչպես անձնային բրենդը վերածել բիզնես գործիքի, գործնական ուղեցույց բիզնես առաջնորդների համար գրքի հեղինակ Գոր Կարապետյանն է, բարի առավոտ, եւ Targeting ընկերության համահիմնադիր Էմիլ Կրոյանը, բարի առավոտ։ Բարի լույս։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Եվ շնորհավորում ենք գրքի կապակցությամբ։ Այո։ Սա միանշանակ ձեռնարկ է եւ ուղեցույց իսկապես այս հարթակի համար, որը որ LinkedIn-ն է եւ բոլորս գիտենք, որ դա իսկապես բիզնես հարթակ է, որտեղ որ մարդիկ կարողանում են պայմանավորվածություններ ձեռք բերել եւ ընդհանրապես ցույց տալ, թե ովքեր են իրենք։ Սա կարելի է նաեւ ներկայաց ես կարող եմ ունենալ LinkedIn հաշիվ, չէ, եւ ներկայանալ, թե ով եմ ես ընդհանրապես այս ասպարեզում։ Եթե պրոֆեսիոնալ եւ գրագետ է կազմված քո LinkedIn, այո։ Ահա։ Դե այս եթեները իսկապես շատ են, Ստանիսլավսկին էլ էր ասում, եթե իրոք ես ունենամ edge, ինչպես պետք է կիրառեմ, Գոր։ Բացի այս ամենից, ինչի մասին է ընդհանրապես LinkedIn-ը։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Մեր նախնական զրույցի ժամանակ Անա ջան ասացիք, որ կարծում եք, որ դա ձեզ համար չէ։ Շատ իզուր նման մի հաղորդման հյուր էի վերջերս եւ հաղորդման վերջում հաղորդավարը որ այդպես էր կարծում վերցրեց հեռախոսահամարս, որպեսզի զբաղվի LinkedIn-ով։ Իրականում կա այդպիսի կարծրատիպ, որ LinkedIn-ը խորհրդատվական IT բիզնեսների կամ տվյալ ոլորտի ներկայացուցիչների համար է, բայց իրականում ոչ։ LinkedIn-ը բոլորի համար է, այդ թվում նաև մեր օպերատորի, ռեժիսորի, պրոդյուսերի, որտեղ դու կարողանում ես ներկայացնել քո մասնագիտական հմտությունները առօրյան, որը կարող է ապահովել քեզ գործնական առաջարկներ, աշխատանքային առաջարկներ եւ նաև անընդհատ կիսվելը տեղ ազատում սովորելու համար, այդ մոտիվացիան, որ դու սովորես։ Դրա համար զուտ մեկ տես դիտարկում, որ LinkedIn-ը բոլորի համար է։ Ես գրքում երկու ծայրեղը օրինակ եմ բերում, շատ սփոյլ չանեմ, թե ինչպես օրինակ մեկը վաճառում է ոչխարներ, այսպես ասած, LinkedIn-ի միջոցով Հայաստանից, որպեսզի խլեմ այն, այսպես ասած, արդարացում, որ LinkedIn-ը իմ բիզնեսի համար չէ։ Եվ օրինակ կաուչուկ։ Էլ չեմ խոսում դրանց միջև ընկած բոլոր ինդուստրիաների եւ ոլորտների մասին։ Այսպես։ Հատկանշականը դա է, այո։ Գիրքը նվիրվել է Էմիլ Կրոյանին, ով նաև դուք ընկերներ եք միասին ստեղծել եք, այսինքն արել եք առաջին քայլեր, հետաքրքիր է, ինչ Էմիլի հետ զրուցեմ, Գոր, հետաքրքիր է ինչպես միտք առաջացավ հենց նրան նվիրել գիրք, որը որ պատմում է ոչ միայն ուղեցույց է բիզնեսմենների համար, այլ նաև փաստորեն հետաքրքիր ժեստ։
Շնորհակալ եմ հարցի համար, սիրում եմ այդ հարցին պատասխանել։ Սա իմ երրորդ գիրքն է եւ գրքերի փիլիսոփայությունը ամբողջացնելու համար ես փորձում եմ ընտրեմ մեկին, ով կամբողջացնի այդ գրքի հիմնական մեսեջը։ Առաջի գիրքս, որը սկսելու ու հմտությունների մասին էր, ես նվիրեցի ծնողներիս, ովքեր ներդրում են ունեցել եւ օգնել են, որպեսզի ես իմ առաջի քայլերն անեմ եւ պատրաստվեմ իմ կյանքը դեպի գործարար աշխարհ։ Երկրորդ գիրքը փոփոխություններ բերելու մասին էր, առաջնորդության մասին էր, որը ես նվիրեցի իմ ընտանիքին, կնոջս եւ երեխաներիս, որը իմ առաջնային լսարանն է առաջնորդությունը փորձարկելու։ Իսկ երրորդ գիրքը, որը դիրքավորման եւ հեղինակության կապիտալիզացման մասին էր, շատ ավելի լավ տեխնացու չէր կարող ունենալ, քան գործընկերս Էմիլ Գորյան, ում հետ հիմնել ենք մեր տարբեր ընկերությունները, ում հետ մենք տարբեր միջոցառումներ ենք անում եւ ով նաեւ LinkedIn-յան այս փիլիսոփայության, այսինքն կապերը օգտակարության վերածելու լավագույն օրինակն է։ Էմիլ, վստահ ենք, որ գիրքը կարդացել եք։ Նախ առաջին տպավորությունը ինչ է եղել, երբ ասել եք, որ գիրքը հենց ձեզ է նվիրվում։ Ինչ տպավորություններ եք ստացել գրքից կարդալուց հետո եւ արդյոք ինչքանով է մեծ հավանականությունը, որ այն կօգնի ձեռներեցներին ու նաեւ ոչ միայն մասնագետներին, պարտադիր չի, որ լինել ձեռներեց։ Իհարկե։ Քանի որ մի քանի հարցեր ես փորձեմ հերթով պատասխանել, նախ գրքի հետ կապված, այս այն գիրքն է, որը որ հենց բեմում Գորը պաշտոնապես հանձնեց ինձ, այս գիրքը պատտվում է հիմա։ Ինքս չեմ հասցրել, որովհետեւ հետո թողարկման խնդիր կար, որը որ բարեբախտաբար կարգավորվեց, բայց այս ողջ ընթացքում, քանի որ ոչ միայն այս գրքի, այլ նաև նախորդ երկու գրքերի շրջանակում պատիվ եմ ունեցել այդ ճանապարհը միասին անցնելու այն տեսանկյունից, որ նախ այն դեպքերից է, որ օրգանիկ այդ գիրքը հասունացել եւ վերածվել է գրքի, այսինքն դա միայն տեսություն չի, դա ամբողջ նաև կյանքի պրակտիկա է, որ շատ կարևոր է եւ շատ արժեքավոր է առհասարակ որպես գիրք։ Եվ նույնը այստեղ է, քանի որ ընդհանուր բովանդակությանը նաև ծանոթ եմ հենց գրքի այդ ակունքներում ծանոթ եմ եղել, շփվել ենք եւ այլն, բայց բնականաբար երբ որ գիրքս հետ վերադառնա, անպայման պատրաստվում եմ արդեն կարդալ, որպեսզի ավելի ամբողջական լինի պատկերը։ Կոմենտ անեմ, որ բարձր ինչի մասին է։ Շնորհանդեսի ժամանակ հենց այս գիրք, հենց այս օրինակը ձեր ձեռքի, ես անակնկալ արեցի, Էմիլին ասեցի նվիրվում է քեզ, տվեցի իրան, հետո այդ օրը գրքերը վերջացան, ես գրքի օրինակ չունեի։ Վերցրեցի ինձ մոտ, մինչև գրքերը մտան շուկա, դա է ասում։ Հիմա վերադարձել եմ արդեն, բայց այսօր էլի խնդրել եմ, որ բերեք, որտեղ որ մոռացել էի վերցնել իմ օրինակ։ Իմ մոտ պրակտիկորեն մոտ 2 օր է այս գիրքը, իրականում հասկացա, որ չեմ հասցնելու կարդալ, բայց ամեն դեպքում երբ որ հետ վերադառնա ինձ, հույս ունեմ այսօր կվերադառնա արդեն, մեծ սիրով անպայման կարդալու եմ, որովհետև շատ հետաքրքիր է։ Այո։ Իսկ որպես ձեռնարկ ներողություն, որքանով է այն նպաստելու ըստ ձեզ առհասարակ վստահ եմ, որ բուն բովանդակությանը տեղյակ չեք, բայց առհասարակ գաղափարային առումով բովանդակությանը տեղյակ եք նրա համտությունը։ Ինչով կարող է այս կայքը ձեռներեցներին եւ մասնագետներին օգնել։ Նաև կարող եմ ասել, որ որոշակիորեն բովանդակությանն եմ ծանոթ։ Ինչով կարող է օգնել։ Հենց այն, որ նշեցի, որ ինքը ամբողջությամբ պրակտիկ հենքի վրա է պատրաստված, դա կարծում եմ կարևորագույն գործոնն է, որովհետև սա ոչ թե ուղղակի գիրք է, որտեղ որ ուղղակի ուսումնասիրվել եւ գրվել է, սա այդ երկուսի ոնց որ ընդհանուր պատկերն է, այսինքն այն ամբողջ հնարավոր ուսումնասիրությունների եւ ամենակարևորը սեփական պրակտիկայի, փորձի եւ մեր շուկայի իրավիճակի մասին, հենց դրանով է գիրքը արժեքավոր եւ կարծում եմ ստեղ բացի LinkedIn-ը որպես սոցիալական ցանց ներկայացված լինելը, նաեւ ընդհանուր networking-ի կարեւորությունը, որը որ շատ կարեւոր է, այդ ամբողջ կոնտեքստում է գրված, որը որ վստահաբար կարևոր կլինի ու օգտակար կլինի յուրաքանչյուր գործարարի, մասնագետի համար, ինչպես Գորը նշեց, որովհետեւ ես էլ կիսում եմ այդ կարծիքը, որ միֆ է, որ դա միայն IT ոլորտի համար է, ոնց որ շատ ընդունված է, դուք միայն դուք չեք այդ, չէ, միայն դուք չեք այդ կարծիքին, շատերն են այդ կարծիքին, բայց դա իրականում այդպես չի։ Դե մենք փաստորեն նաև դրա մասին ենք, բարի լույսում կոտրվում են կարծրատիպեր եւ վերվում են վառ օրինակներ, որ ոչ այս լրիվ Hamlet collapse, այո, լինել թե չլինել, հիմա բնականաբար լինել եւ լինել ժամանակակից եւ հատկապես գործարար աշխարհում։ Գոր, որովհետեւ գրքում կան միջազգային օրինակներ կամ տեղական кейսեր, խնդրում մի քանի օրինակներ ներկայացնենք։ Իրականում օրինակները շատ են, մոտ 30 օրինակ, թե գլոբալ, թե լոկալ, որտեղ
եթե լոկալ փորձից ասեմ, հիմնականում մեր հաճախորդների ու մենք անհատական ծառայություն ենք մատուցում, այսպես ասեմ, անձնային բրենդինգը LinkedIn-ի միջոցով, որտեղ ներկայացում է թե ինչպես է կիրառվում եւ մենք ինչի ենք վերածել։ Տեսեք, ինչու՞մն է ընդհանրապես LinkedIn-ի ու հետեւաբար նաեւ գրքի կարեւորությունը Facebook-ում եւ Instagram-ում միլիոնից ավել ուղղատերեր ունենք Հայաստանում։ LinkedIn-ում ունենք 462,800-600 փոփոխվող թիվ է, բայց որտեղ հիմնականում հենց ավելի business oriented մտածելակերպ ունեցող մարդիկ են։ Երբ որ հարցնում են ինձ ինչու է LinkedIn-ը, որովհետեւ ամենամեծ խտությամբ, գործնական մտածողությամբ մարկանց հավաքատեղին է։ Ես նաեւ ասում եմ, որ LinkedIn-ը դա աշխարհի ամենամեծ բիզնես կենտրոնն է։ Ավելի մեծ քան Լոնդոն, ավելի մեծ քան Նյու Յորք, այո։ Հետևաբար դու լինես գործարար, մասնագետ, փորձագետ, բարձր օղակի կամ միջին օղակի ղեկավար, սա քո տեղն է, որտեղ դու շատերը ընկալում են սա աշխատանք փնտրելու եւ գտնելու տեղ, բայց իրականում ոչ։ Բիզնես աշխարհում, եթե մարքեթինգային լեզվով ասեմ, B2B լիդերի, այսինքն հաճախորդների մեծ մասը 80%-ը գեներացվում է LinkedIn-ի միջոցով։ Հետևաբար ցանկացած տիպի բիզնեսի համար սա կարևորագույն հարթակն է։ Դե ասացիք, որ հիմքում պրակտիկան է, շատ կարևոր է դա, անձի պրակտիկան, համենայն դեպս դրա հիման վրա ստեղծված գիրքը, բայց շատ հետաքրքիր է ինչպես եք դուք հենց օգտագործում։ Մի քանի մանրամասներ ասեք, ինչով է ձեզ օգնել LinkedIn-ը։ Շատ ակտիվ եմ օգտագործում։ Ես ամեն օր 7:45 առավոտյան հրապարակում եմ անում։ Հիմա հնարավոր մեր այսօրվա հանդիպումը վաղվա հրապարակումը լինի։ Շատ ակտիվ նաև մեկնաբանություններ եմ անում, նոր կապեր եմ ստեղծում։ Ինչպես է օգնել ինձ։ Նախ, երբ որ ես խորացա այս պլատֆորմի մեջ, բացի այն, որ մեր ընկերությունը հաճախորդներ ունեցավ թե տեղական, թե օտարերկրյա, ես նաև սկսեցի փորձով կիսվել ու դա վերածվեց հրավերների։ Հրավերներ ելույթ ունենալու, հրավերներ անհատական քոուչինգի, հրավերներ կորպորատիվ դասընթացների, ինչպես նաև մենք գործընկերոջս հետ արդեն սա երրորդ տարին կլինի Հայաստանում եւ արտերկրում իրականացնում ենք LinkedIn լոկալ միջոցառումը, որը էլի networking-ային միջոցառում է ու աշխարհի տարբեր քաղաքներում արվում է ու մենք առաջին անգամ արեցինք դա ԱՄՆ-ում, հետո Երևանում, Յորքում, Մեծ Բրիտանիայում եւ Պեկինում եւ այս տարի նորից անելու ենք։ Այսինքն մեզ համար ու մասնապես իմ համար LinkedIn-ը երկու հարթությամբ շատ ակտիվ օգտագործող հարթակ եւ օֆլայն շփումներ, գործարար կապեր ստեղծել, կամուրջ ծառայել գործարանների միջև եւ նաեւ on-line ինքս օգտագործել հարթակը։ Էմիլ, դուք ինչպեսի անձնական փորձ ունեք LinkedIn-ում որպես գործարար այս դեպքում, կարող եք ներկայացնել մի քանի քայլ, որոնք որ բիզնեսում կարող են հաջողություններ բերել օգտվելով այս կայքից։ Ես LinkedIn-ում 2014-5 թվականներից եմ գրանցված։ Թվում է թե դա ընդամենը մի քանի տարի առաջ էր, բայց 11-12 տարի է։ Նոր ինքս հետ էի փորձում նաև հիշել, որտեղ մենք այնօր մտածում ենք ներողություն, որ 2010 թվականի ծնվածները արդեն 16-17 տարեկան են, դա նշանակում է այդտենց արագ ամեն ինչ ասում եմ։ Այնպես որ Ես իմ մտքում մտածում եմ, որ 7-8 տարի է ես կամ, ու այն օրը հասկացա, որ չէ, արդեն 11-12 տարի է ինչ կամ։ Չեմ ասի, թե ինտենսիվ եմ միշտ փորձել լինել, ակտիվ հրապարակումներ անել, բայց նույնիսկ այդ ավելի пассив ներգրավվածությամբ հանդերձ որոշակի արդյունքներ ունեցել ենք, ընդհանուր նաև գործարքներ ենք ունեցել, ընդհանուր նաև այս տեղական շուկայից եւ այն շրջանակներից, որ առաջի հայացքից կարող էին նաև ծանոթ լինել, բայց երբեմն մեզ թվում է, որ մենք այն ինչը որ կանք անում ենք եւ մարդիկ տեսնում են, բայց ինֆորմացիոն հոսքը շատ մեծ է եւ եւս մի հարթակում հավելյալ ակտիվություն ունենալը շատ կարևոր է ու ոնց Գորը նշեց, քանի որ ինքը որպես այդպեսին ամենամեծ հարթակն է, որտեղ գործարար համայնքը կա, խաղի կանոնները իրականում օֆլայնում եւ օնլայնում որոշակիորեն նույնն են, այսինքն ոնց որ այնտեղ էս փորձում ակտիվ լինել, արժեք ստեղծել, օգտակար լինել եւ դա անհետևանք չի մնում, նույնը նաեւ օնլայն տիրույթում, այսինքն երբ որ դու օգտակար կոնտենտ ես ստեղծում, երբ որ դու կարողանում ես քո գիտելիքներով, փորձով կիսվել, դա նույնպես վաղ թե ուշ իր արժեքը բերում է եւ դա անհատույց չի մնում, այսպես ասած։ Հետևաբար թե նաև իմ փորձով կարող եմ փաստել, որ նույնիսկ մի փոքր ինտենսիվությունը տեղական շուկայում նաև վերածվել են գործարքների։ Երևի պետք է նաև, քանի որ նշեցի, որ ակտիվությունը մի փոքր ավելի пассив է, համեմատաբար,
Երևի թե նաև այս ամեն ինչի արդյունքում ինքս էլ պետք է ավելի ակտիվացնեմ, իրականում պլանավորում ենք մարտից սկսած ավելի ակտիվանամ, ավելի ինտենսիվությունը մի փոքր բարձրացնեմ, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ օգտագործենք։ Մենք ձեզ մաղթում ենք բարձր եռանդ եւ ուժ, որպեսզի այո կարողանաք նաեւ ինտենսիվությամբ եւ ընդհանրապես տրամադրվածությամբ ու Գորը շատ նվիրյալ է այս գործում, այնպես որ ես նրան առաջին անգամ չեմ ճանաչում Գոր, հաջողություններ շատ։ Ձեր կյանքում թող շատ լինեն այն մարդիկ, ում դուք կնվիրեք գիրք, ունենաք պատճառ, այո, գրքեր նվիրելու։ Այո, դե ձեզ էլ Էմիլ իսկապես հաջողություններ եւ թող հաղթարշավը բիզնես աշխարհում իսկապես նկատելի լինի, մեր տաղավարն էլ պատրաստ է եւս մեկ անգամ հյուրընկալելու եւ պատմելու հեռուստադիտողին, թե ինչպեսի հետաքրքիր նորարարություններ են տեղի ունենում այս դեպքում բիզնես աշխարհում։ Մենք զրուցում էինք LinkedIn 101 գրքի հեղինակ, Targeting ընկերության համահիմնադիր Գոր Կարապետյանի եւ նույն ընկերության համահիմնադիր Էմիլ Կրոյանի հետ, ում նվիրված է այս գիրքը։ Գիրքը վաճառվում է գրախանութներում, կարող եք պատվիրել նաեւ newmek.am կայքից։ Իսկ հիմա սիրելի հեռուստադիտողներ, եկեք անմիջապես դիտենք մյուս գրքի տրեյլերը, որն այսօր ներկայացնում է Newmek-ը։ Այս գիրքը գեղարվեստական է, կոչվում է Impedance։ Հեղինակը ռազմական բժիշկ Դավիթ Գևորգյանն է եւ տեսանյութը գովազդից անմիջապես հետո է լինելու, այնպես որ կմնաք մեզ հետ։ 1956 թվական գաղտնի հրաման, որով ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում է Հայաստանում կառուցել միջուկային զենքի ստորգետնյա լաբորատորիա։ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը մեծ հայրենադարձության ծրագրով խորհրդային Հայաստանի միջուկային ռազմաբազա է ուղարկում գործակալ Ադիխանյանին։ Գաղտնի ռազմաբազայի հրամանատար գնդապետ Ավակովը պատասխանատու է ծրագրի գաղափարական կողմի համար։ Գիտական կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Անաստասյանը պիտի գործարկի միջուկային ռեակտորը։ Երկու գերտերությունների հակասությունները եւ զուգահեռ աշխարհներ մուտք գործելու փորձերը վերածվում են մեծ ողբերգության։ Տասնամյակներ անց միայն կպարզվի մեծ պայթյունի պատճառը։ 3, 2, 1, 0 Մարդկային ճակատագրեր, ճնշող գաղափարախոսություն, գիտական նվաճումներ եւ էզոթերիկ հանգուցալուծում, գիտաֆանտաստիկ էքշն ժանրում։ Impedance, Դավիթ Գևորգյան, Newmek-ի եւ Թովմասյան հիմնադրամի մրցանակաբաշխության դափնեկիր, գրքի գլխավոր գործընկեր Թովմասյան բարեգործական հիմնադրամ։ Առավոտ մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ իսկապես շատ հետաքրքիր եւ հատկապես գեղարվեստական գիրք է, սա նշանակում է, որ կա նաեւ էմոցիա եւ տարբեր հետաքրքիր բացահայտումներ։ Ես գիտեմ, որ երկու լավ խոսենք Դավիթի, որովհետեւ արդեն մի փոքր ուսումնասիրեցի գիրքը, ինձ համար հիմնականում պարզ է, դիտեցինք Դավիթ Գևորգյանի Impedance գրքի տրեյլերը, սա հեղինակի առաջին գիրքն է։ Դավիթ Գևորգյանը հաղթել է Newmek-ի եւ Թովմասյան հիմնադրամի երիտասարդ գրողների մրցույթում։ Բարի լույս Դավիթ։ Նախ շնորհավորում ենք գրքի հրատարակման կապակցությամբ, շնորհավորում ենք նաև մրցույթում հաղթելու կապակցությամբ, երիտասարդ գրող անվանակարգը արդեն ձերն է, սա ձեր առաջին գիրքն է, շատ հատկանշական է միանգամից առաջին գրքով ստանալ այդ մրցանակը եւ գրել այս թեմայով խորհրդային Հայաստանում միջուկային ռազմաբազա հիմնելու մասին, գեղարվեստական ստեղծագործություն։ Ինչպես ընտրվեց այս թեման, ինչպես գրեցիք գիրքը։ Շնորհակալություն եւ շնորհակալություն հրավերի համար։ Թեման ընտրվեց սոցցանցերում հրապարակված մի փաստաթղթի ոգեշնչվելով։ Փաստաթուղթը հրապարակվել էր ԱՄՆ-ի կողմից։ Նկարագրում էին սովետական Հայաստանում կառուցված եւ գործող մի ռազմաբազա, որտեղ գործողվել էր ամերիկական լրտես ու նա պարբերաբար զեկույցներ էր ուղարկում ԿՀՎ-ին։ Փաստաթղթին ծանոթանալով կարելի ասել ոգեշնչվեցի, գաղափարը ներկայացրեցի ընկերներիս առաջին հերթին, որ մտածում եմ նման թեմայով գիրք գրել, քաջալերեցին, խորհուրդ տվեցին փորձել ու
այսպես։ Դες ինչ կարևոր է ընդհանրապես ընկերական աջակցությունը։ Սա իրապես պետք է եւ անհրաժեշտ, երբ մարդու գլխում վառվում է լույս, այդ լույսը ավելի շատացնում։ Դավիթ, ինչ է նշանակում իմպեդանս։ Ինչու ընտրվեց այս վերնագիրը։ Բառը տերմին է լատինական հիմքով, նշանակում է հակազդեցություն։ Հակազդեցություն։ Այո, թարգմանվում է բառացիորեն հենց այդպես։ Ընտրվել է այդ բառը նկատի ունենալով, որ գրքում բոլոր իրադարձությունների հիմքում հակազդեցությունն է։ Կա եւ քաղաքական հակազդեցություն, եւ միջանձնային հակազդեցություններ, եւ գլխավոր հերոսների հոգեվիճակի անձնական հակազդեցություններ։ Դրա համար ընտրվեց այդպես։ Դավիթ, իսկ եթե չմասնակցեիք մրցույթին, գիրքը կհրատարակեիք կամ առասարակ ինչպես որոշեցիք ընկերների աջակցությամբ եւ խորհրդով, որ մասնակցեք մրցույթին։ Անկեղծ ասած, մրցույթի մասին իմացել եմ ընկերոջիցս Սարա Զարգարյանից, խորհուրդ տվեց, որ դիմեմ մրցույթին, գուցե ստացվի։ Եթե մրցույթին չդիմեի, չէր հրատարակվի։ Չէր հրատարակվի։ Տեսնում եք, նաև որոշումները ինչքան կարող են լինել ճակատագրական։ Այն էլ ճիշտ որոշումները, ճիշտ մարդկանց ուղղորդմամբ։ Միանշանակ այդպես է, եւ կհիշես, մինչ ներկայացնել թեման, ասում էի, որ դե լավ, կանադառնանք Դավիթի հետ կզրուցենք։ Ես հիմա գալիս եմ դրան, որովհետեւ Դավիթ, բացի խորհրդային ղեկավարության, նրանց ընտանեկան հարաբերությունների, հետաքրքիր ինչ-որ ստրատեգիական գաղտնիքներ դրանց մասին խոսելուց բացի, գրքում նաև գոյություն ունի տեղ է գտել էզոթերիկա։ Այս շատ հետաքրքիր է։ Դուք ռազմական բժիշկ եք, այսինքն հիմնականում գիտական, մասնագիտական կողմնորոշում։ Հիմնականում գիտնականները որպես այդպեսին չեն հավատում այն ապացույցներին, որոնք հիմնական չեն, հաստատված չեն, այսինքն ապացույց չեն։ Հետաքրքիր է, ինչպես է տեղ գտել էզոթերիկան եւ գիտական այս աշխատությունները մեկ տեղում։ Իրավացի եք, առաջին հայացքից այդ երկու տարբեր աշխարհներ են, մեկը մյուսի հետ կապ չունեցող, բայց երբ խորանում ենք սովետական միության որոշ արխիվներում, այնտեղ նկարագրում են էզոթերիկ բնույթի որոշ դպրոցների գործունեության, որոշ գիտնականների ծավալած աշխատանքների մասին, բացատրվում է դա նրանով, որ սովետական միությունում կրոնական նահանջ է եղել, իսկ մարդը լինելով հոգևոր էակ, ինքնին կարիք ունի հավատալու ոչ միայն ֆիզիկական աշխարհին, այլ նաև դրանից դուրս ոչ նյութական աշխարհին եւ սկսած այն ժամանակներից մարդիկ փորձել են ինչ-որ ձևով բավարարել նաև այդ պահանջը ու գործողությունները, քայլերը, որոնք հանգեցրել են դրան, հիմքը այդ հոգևորի պակասն է եղել։ Հետաքրքիր է։ Գիրքն արդեն գրախանութներում է, վստահ ենք, որ ձեր ընկերները կամ այն մարդիկ, ովքեր որ աջակցել են ձեզ եւ զարկ են տվել ձեր այն մտքին, որ պետք է մի օր գիրք դառնար, արդեն ընթերցել են։ Հետաքրքիր ինչ արձագանքներ ունեք, ինչ եք լսում գրքի մասին ընթերցողներից։ Ոգևորություն շատ եմ լսում, բայց քանի որ մտերիմ մարդիկ են այդ ոգևորությունը հայտնում, փորձում են ավելի մեղմ լինել։ Հուսամ, որ փորձում են ավելի մեղմ լինել, ես կուզեի նաև քննադատություններ լսել, ինչու ոչ։ Այո։ Բայց դեռ առիթ չի եղել, գուցե լինի հետագայում։ Դուք ինչպես կգնահատեք ձեր այս աշխատությունը, որը հատկապես առաջինն է։ Ինձ դուր է գալիս այս աշխատությունը, անկախ ամեն ինչից հավանել եմ, եթե չհավանեի, գուցե եւ մրցույթին չներկայացնեի։ Իսկ շատ հետաքրքիր է, որ տարիքային խմբի համար է հատկապես։ Ունեք թիրախային խումբ, թե բաց է։ Անկեղծ ասած բաց է, դժվարանում եմ կոնկրետացնել, որովհետեւ սահմանները շատ լայն են, թեմաները նույնպես։ Թվում է, թե գիտաֆանտաստիկ մասը պիտի ավելի երիտասարդ ընթերցողին հետաքրքրի, բայց կան նաև թեմաներ, ճյուղեր, որ ավելի հասուն տարիքի մարդկանց, այնպես որ չեմ կարող հստակեցնել։ Հայաստանում այս խորհրդային ժամանակներում, երբ սառը պատերազմ էր, ինչպիսի գաղտնի զորամաս է եղել, Դավիթ։ Սա արդեն հարց է որպես հեղինակ, որը որ խորացել է այս պատմությունների մեջ եւ ուսումնասիրություններ է արել, այդ գաղտնի զորամասը փաստորեն խորհրդային է եղել եւ գաղտնի զորամասը հիմք ընդունելով գաղտնաձեռծված փաստաթուղթը նկարագրվում է, որ կառուցվել է 1956 թվականին, գետնափոր է ամբողջությամբ, ունի երկու մակարդակ ու մոտ 15-16 մուտք ու ելք,
Կառուցվածքով տիպիկ միջուկային գործունեություն ծավալող զորամաս է, քանի որ ներքին կահավորանքը, հարդարանքը, պատերի, այսպես ասած, արտաքին ու ներքին պաշտպանիչ շերտերը ամբողջությամբ ուղղված են հենց միջուկային զենքի գործունեության ծավալմանը։ Իսկ տարածքային առումով որտեղ է։ Տարածքային առումով չեմ ուզում Տարածքի մասին խոսել, այո։ Տարածքի մասին չեմ ուզում Ստալինը բայց չկա։ ամեն դեպքում փաստաթուղթը կա, արկա է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի կայքում, հետաքրքրվողները կարող են փաստաթղթում նայել։ Այո, այո։ Դե պետք է այո, չվացել փակագծեր։ Այո, այս թեմայով նաև կարելի է մի ֆիլմ տեսնել, հետաքրքիր կլինի։ Իդեպ ես երբ դիտում էինք գրքի թրեյլերը, ես շատ պատկերացրեցի որպես այդպիսին ֆիլմ եւ էկրանավորում այս ինչ եք կարծում որպես հեղինակ հանձ կառնեք այդ գործը, որ սա էկրանավորվի եւ ավելի հանրահրաշակվի որպես այդպիսին։ Իրականում շատ երջանիկ կլինեմ, եթե նման հնարավորություն լինի, բայց ժամանակը ցույց կտա դեռ։ Այո։ Դե լավ, մենք ուրեմն ձեզ չենք ասում, սիրելի Դավիթի ընկերներ, խնդրում եմ Դավիթին մոտիվացնել, ոգևորել, Կամ դուք ուշել եւ եղեք այդ անվանել կլինի։ հաղորդիչը, այո։ Դավիթ, կունենա շարունակություն գիրքը, որովհետև կարծես թե չի ավարտվում կամ ավարտվում է այնպես, որ շարունակելու տեղ մնա։ Կան մտքեր կան այս պահին դեռ ոչ հստակ դասակարգված մտքեր են, օդում կախված, բայց հույս ունեմ, որ շարունակություն կլինի։ Որն է ձեր կարդացած վերջին գեղարվեստական գիրքը։ Վերջին գեղարվեստական գիրքը։ Կամ առասարակ գեղարվեստական գրքեր սիրում եք կարդալ։ Պրոյեկտ Ave Maria վերջինը։ Պրոյեկտ։ Դավիթ, մաղթում եմ ձեզ հաջողություններ։ Շնորհակալություն շատ։ Ձեր մտքին անսպառություն, թող հետաքրքիր գրականության մեջ, ժամանակակից գրականության մեջ հետաքրքիր գրքերը իսկապես շատ լինեն եւ շարքը շարունակվի։ Եվ նաեւ շնորհակալ ենք Նյումեգին, որ կողքին է յուրաքանչյուր երիտասարդի, ով նվիրական է եւ գիրք գրել գիտի։ Դա իսկապես պետք է հրատարակել։ Շնորհակալություն։ Որը արժանի է փոխանցել այո մարդկանց։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ սկսեցիք օրը։ Մենք խոսում էինք Դավիթ Գեորգյանի հետ, ռազմական բժիշկ, ով հրաշալի գիրք է թողարկել, հետաքրքիր է ամեն առումով, միստիկ, այո, էլեմենտներով, էզոթերիկ սյուժետով, հետո սյուժեով, թրիլեր, որի իրադարձությունները տեղի են ունենում խորհրդային Հայաստանում։ Խորհրդային ղեկավարությունը Հայաստանը գործողում մասնագետների, որոնք պետք է կառուցեն միջուկային ռազմաբազա, Միացյալ Նահանգներն էլ Հայաստան է ուղարկում հայ ազգի լրտեսի։ Մի խոսքով շատ գրավիչ սյուժեով գիրք է, որը կոչվում է Impedance։ Գիրքը վաճառվում է բոլոր գրախանութներում, այն կարող եք պատվիրել նաև newmeg.am կայքից, վստահ ենք, որ մի շնչով եք ընթերցելու գիրքը։ Այսպես սիրելի հեռուստադիտողներ, առաջարկում ենք կարճատև գովազդով ընդմիջել, բայց մնացեք մեզ հետ։